երբ որ մեր Տերը Հիսուս Քրիստոս ծնվում է, իրեն այցելում են 3 Սուգիկ ասում եմ մոգեր, իրականում դրանք մեծ թագավորներ էին, աստղագետներ էին, իրենց զորաբանակներով գալիս են Քրիստոսին այցելության, ավանդությունն ասում է, որ 12,000 զորքա գալիս և Երուսաղեմում մեծ իրարանցում է տեղ ունենում, մոգերը արևելքից եկել էին, հասել էին Երուսաղեմ և նորածին հրեաների թագավորին էին փնտրում, բայց ամբողջ Հրեաստանը խավարի ու մութի մեջ, անգիտության մեջ էր և ամբողջ քաղաքը արթնանում է ոտքի է կանգնում և գնում են ուղիղ Հերովդեսի մոտ, հարցնում են, թե որտեղ է ծնվել հրեաների թագավորը։ Հերովդեսը իր փարիսեցիներին ունեցկետներին կանչում է, հարցնում է, ասում որտեղ պետք է ծնվի Իսրայելի թագավորը, ասում են Դավթի քաղաքում Բեթխեհեմում։ Եվ այդպես մոգերը գնում են երկրպագում են Քրիստոսին։ Երկար ճանապարհ էին անցել, երկար ամիսներ քայլել են, եկել են իրենց քարավաններով, հասնում են, քանի որ գիտեին թագավոր է, նվերներ են տալիս թագավորին որպես ոսկի, իբրև Աստված խունկ են տալիս և իբրև օծյալ զմուրս, որը օգտագործում են զմերծելու համար։ Այսինքն, այս նվերները բոլորը խորհուրդ ունեին, վերջում դե ինչի համար կօգտագործեն, մեզ հայտնի չէ, կարծեմ թե մի բարի նպատակով օգտագործում Մարիամ Հովսեփը Մանուկ Հիսուսին բերված նվերները, բայց իրենք կոնկրետ գիտեին ում էին տալիս և ինչու են տալիս և երկրպագում են Քրիստոսին նորածին մանկանը և տալիս են ոսկի կնդրուկը զմուրս, իրենց նվերներն են տալիս և իրենց սերը, իրենց նվիրումը, իրենց երկրպագությունն են բերում Տիրոջը։